Օրագիր Նյուզը շարունակում է ուսումնասիրել և իր ընթերցողների դատին հանձնել Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների ունեցվածքի այն հատվածը, որը տեղ է գտել վերջիններիս գույքի և եկամուտների հայտարարագրերում, իսկ թե իրականում ինչ ունեցվածք ունեն նրանք, մենք կիմանանք միայն իշխանափոխությունից հետո։ Այսօր ուսումնասիրել ենք կառավարող քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր ամուսիններ Լենա Նազարյանի և Նարեկ Բաբայանի հայտարարագրերը։ Հիշեցնենք, Լենա Նազարյանը 2017 թվականից առ այսօր ԱԺ-падգամավոր է, իսկ 2019-ից 21 թվականներին զբաղեցրել է ԱԺ փոխնախագահի պաշտոնը։ Նազարյանի ամուսինը Նարեկ Բաբայանը 2018-ից 21 թվականներին զբաղեցրել է ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի պաշտոնը, իսկ 2021-ին падգամավոր է ընտրվել ՔՊ-ի համամասնական ցուցակով։ Որպես անշարժ գույք Լենա Նազարյանը հայտարարագրել է համատեղ սեփականությամբ 2 բնակարան Կոտայքի մարզի Ծաղկաձոր և Առի համայնքներում, ինչպես նաև 1 առանձնատուն Երևանի Նոր վարչական շրջանում կրկին համատեղ սեփականությամբ։ 2 բնակարաններն էլ Նազարյանը գնել է падգամավոր դառնալուց հետո 2022-ի ապրիլի 27-ին և 17 թվականի հոկտեմբերի 12-ին, իսկ առանձնատունը ժառանգություն է ստացել 2009 թվականի հոկտեմբերի 23-ին։ Տարեվերջին բնակարաններն ու սեփական տունը պահպանվել են։ Շարժական գույք ավտոմեքենա Լենա Նազարյանը չի հայտարարագրել, վերջինս Անտարես ԿՀԿ-ում ունեցել է 3 միլիոն 800 հազար դրամ արժեքով փոխառություն, որը տարեվերջի դրությամբ պահպանվել է։ Բացի այդ, նա առևտրային բանկերից մեկում ունեցել է 2 միլիոն դրամ ավանդ, որը տարեվերջի դրությամբ զրոյացել է։ ՔԲ-ականի բանկային հաշիվներին տարեսկզբին եղել է 3 միլիոն 481 հազար 491 դրամ և 297,71 եվրո, տարեվերջին 2 միլիոն 742 հազար 756 դրամ և 297,71 եվրո։ Կանխիկ միջոցներ նա չի հայտարարագրել։ 2024 թվականի հաշվետու տարում Նազարյանի եկամուտը կազմել է 12 միլիոն 526 հազար 723 դրամ, որից 10 միլիոն 222 հազար 592 դրամը ազգային ժողովից ստացած աշխատավարձն է, 2 միլիոն 213 հազար 865 դրամը վերադարձված եկամտահարկը, 90 հազար 266 դրամն էլ ID բանկից տրված փոխառությունների կամ բանկային ավանդների դիմաց ստացված տոկոսը և այլ հատուցումը։ Ստացված վարկերի և փոխառությունների մայրգումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 40 միլիոն 868 հազար 479 դրամ։ Նազարյանի ամուսինը Նարեկ Բաբայանը որպես անշարժ գույք հայտարարագրել է կնոջ հայտարարագրած 2 բնակարանները Կոտայքի մարզի Ծաղկաձոր և Առինջ համայնքներում, որոնց տիրապետում է համատեղ սեփականությամբ։ Որպես շարժական գույք Բաբայանը հայտարարագրել է 2009 թվականի արտադրության Toyota Magnesh-ի ավտոմեքենա, որը նա գնել է 2021 թվականի փետրվարի 12-ին, տարեվերջին այս մեքենան պահպանվել է։ Բաբայանի բանկային հաշիվներին տարեսկզբին եղել է 1 միլիոն 444 հազար 744 դրամ, տարեվերջին 1 միլիոն 667 հազար 643 դրամ։ Կանխիկ միջոցներ նա չի հայտարարագրել։ 2024 թվականի հաշվետու տարում Նարեկ Բաբայանի եկամուտները կազմել են 13 միլիոն 684 հազար դրամ, որից 10 միլիոն 162 հազար 729 դրամը ԱԺ-ից ստացած աշխատավարձն է, 2 միլիոն 521 հազար 761 դրամը նրան վերադարձված եկամտահարկը, 1 միլիոն դրամը վարձակալության դիմաց ստացած եկամուտը ֆիզիկական անձից։ Ստացված վարկերի և փոխառությունների մայրգումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 40 միլիոն 868 հազար 479 դրամ։ Դե ինչ, եթե ուզում եք իմանալ ավելին, ապա մնացեք Օրագիր Նյուզի հետ։ Հաջողություն։